Իսրայելի արտգործնախարարը կառավարության քննարկմանը ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու մասին նախաձեռնությունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, երբ է քննարկվելու այդ նախաձեռնությունը։ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը X միկրոբլոգում զետեղել է մի տեղեկություն, որի համաձայն Իսրայելի պատմական եւ բարոյական պարտքն է հայոց ցեղասպանությունը ճանաչելը։ Նաև նախարարը այսպես պարզաբանող նամակ է ուղղել կառավարության բոլոր անդամներին, որում հիմնավորում է, թե ինչու է պետք ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Եվ այդ նամակում ասվում է, որ չնայած դրան, որ կան բավարար եւ հիմնավոր պատմական փաստեր, որոնք ապացուցում են հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է այն ժխտելու քաղաքականությունը։ Եվ դա հաշվի առնելով առաջարկում է ոչ միայն ճանաչել հայոց ցեղասպանության փաստը, այլ նաեւ դատապարտել Թուրքիայի կողմից այդ փաստը ժխտելու անհաջող փորձերը։ Արդեն գալիք շաբաթ նախարարները կառավարության նիստում կքննարկեն այս նախաձեռնությունը, բայց սա դեռ ավարտը չէ, սա դեռ ընդամենը սկիզբն է, քանի որ եթե անգամ կառավարությունը հավանություն տա այս նախաձեռնությանը, հաջորդ քայլը արդեն պետք է քննարկվի խորհրդարանում, Քնեսետում, ուր հարցը պետք է դրվի քվեարկության։ Ինչ զարգացումներ արժի սպասել։ Դե կասկած չկա, որ սա այսպես իշխանության նախաձեռնություն է, բնական է, որ արտգործնախարարությունը ոչ միայն համաձայնեցրել է իր այս նախաձեռնությունը վարչապետի հետ, այլ նաև հավանաբար իր հանձնարարությունն է կատարում։ Բայց ամբողջ հարցը այն է, թե արդյոք այս անգամ մինչև վերջ կհասցնեն, հա։ Գիտենք, որ այս ամենը տեղի է ունենում Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում հերթական վատթարացման ֆոնի վրա, եւ չի բացառվում, որ հերթական անգամ Իսրայելը պարզապես օգտագործում է հայոց ցեղասպանությունը որպես պրոպագանդիստական գործիք Թուրքիայի դեմ այս տեղեկատվական քարոզչական պայքարում։ Գիտենք, որ վերջերս Էրդողանը եւ Թուրքիայի բարձրաստիճան այլ պաշտոնյաները ավելի հաճախ են մեղադրանքներ հնչեցնում Իսրայելի հասցեին Գազայում ցեղասպանություն կատարելու մեջ։ Եվ այսպիսով հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումը կարող է երկու նպատակ հետապնդել։ Մյուս կողմից զրկել Թուրքիային բարոյական իրավունքից ցեղասպանության մասին խոսելու։ Մյուս կողմից ցույց տալ Թուրքիային իր խոցելիության աստիճանը եւ սպառնալով հայոց ցեղասպանությունը ճանաչելով ստիպել, որ Թուրքիայի բարձրաստիճան պետական այրերը վերանայեն իրենց հռետորաբանությունը եւ այլևս չհիշատակեն Գազայում ցեղասպանության մասին։ Հետաքրքիր է, որ իսրայելական մամուլը անգամ չի էլ թաքցնում, որ Իսրայելի իշխանությունները պարզապես օգտագործում են հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դեմ իրենց քարոզչական պատերազմում։ Ահա օրինակ Times of Israel անգլիալեզու իսրայելական պարբերականը գրում է, որ Իսրայելը տարիներ շարունակ խուսափում էր ցեղասպանությունը ճանաչելուց, բայց հիմա, երբ Էրդողանը արդեն չափը անցնում է եւ գրեթե ամեն ամիս մեղադրում է Իսրայելի իշխանություններին Գազայում ցեղասպանություն կատարելու մեջ, Իսրայելի իշխանությունները որոշել են հայոց ցեղասպանության ճանաչումով պատասխանել Թուրքիային, որպեսզի Էրդողանին, այսպես ասած, իր տեղը նստեցնեն։ Իսկ ինչու ցեղասպանությունը ճանաչելու Քնեսեթի նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Դե հենց այն պատճառով, որ օգտագործում էին որպես գործիք, իսկ երբ այլևս դրա անհրաժեշտությունը չկար, մի կողմ էին դնում, հա, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները ինչ որ չափով բարելավում էր։ Մի քանի անգամ իսկապես մոտ էր դրան, որ պաշտոնապես ճանաչվի ցեղասպանությունը։ Այ օրինակ 2011 թվականի հունիսին Քնեսետի падգամավոր Արիե Էլդադը նախաձեռնել էր ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ, անգամ դեբատներ տեղի ունեցան Քնեսետում եւ մասնակցիչների մեծ մասը կողմ էր արտահայտվել այս բանաձևի ընդունմանը, բայց հարցը այդպես էլ օրակարգ քվեարկության չդրվեց։ Հաջորդ անգամ 18 թվականի փետրվարի 14-ին արդեն դրվեց քվեարկության բանաձևը, սակայն անհրաժեշտ ձայներ չհավաքեց։ 28 падգամավոր կողմ քվեարկեց, 41-ը դեմ։ Դրանից հետո արդեն խորհրդարանի նախագահ, այն ժամանակվա նախագահ Յուրի Էդելմանը անձամբ էր նախաձեռնել մեկ այլ նման բովանդակության օրինագիծ, բայց հենց ինքն էլ անձամբ հանեց հարցը օրակարգից, քանի որ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ
բանաձևը չի ընդունվի, քանի որ իշխող կոալիցիայում բավարար կողմնակիցներ չկա։ Բայց ամենահետաքրքիր բանը տեղի ունեցավ անցած տարվա օգոստոսին, երբ վարչապետ Բենյամին Նետանյահուն անձամբ հայտարարեց, որ անձամբ ինքը ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Ամերիկացի հայտնի պոդքասթեր Պատրիկ Բետ Դեվիդի հետ հարցազրույցում նա ասել էր բառացիորեն հետևյալը. «Ահա խնդրեմ, ես հենց հիմա ճանաչում եմ»։ Խոսքը ցեղասպանության մասին էր։ Բայց դա ընդամենը բանավոր խոսք էր եւ այս խոսքին գործ ամենևին էլ չհետևեց։ Արտյոմ, եւ որքանով է բխում այս գործընթացը Հայաստանի շահերից։ Դե Հայաստանի իշխանությունները վերջին 3 տարիների ընթացքում մի քանի անգամ ընդգծել են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթությունների ցանկում չէ եւ Թուրքիայի հետ հարաբերությունների այդ բարելավման process-ը բնական է ոչ միայն երկրորդ պլան մղեց հայոց ցեղասպանության թեման, այլ անգամ հնարավոր է Թուրքիայի կողմից օգտագործվի, եթե իրենք ցանկանան տապալել ինչ-որ նշмарվող process։ Դա հաշվի առնելով Հայաստանի իշխանությունները այսպես ձգտում են զերծ մնալ միջազգային ճանաչմանը առնչություն ունենալուց։ Երբ անցած տարի Նետանյահուն հիշատակեց հայոց ցեղասպանության մասին, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հետևյալ բառերը ասաց, մեջբերեմ նրա խոսքերը. Բենյամին Նետանյահուի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Մենք պետք է հասկանանք, թե արդյոք ցանկանում ենք, որ հայոց ցեղասպանության ճանաչումը դառնա ուրիշների համար աշխարհաքաղաքական առևտրում մանրադամ։ Կարելի է համաձայնվել այս գնահատականի հետ, կարելի է չհամաձայնվել, բայց որ կոնկրետ այս դեպքում Իսրայելի իշխանությունները իսկապես փորձում են օգտագործել հայոց ցեղասպանության թեման որպես մանրադրամ, կարծում եմ ակնհայտ է։ Եվ եթե իրենց ձգտումը անկեղծ լիներ, կարծում եմ նրանք կճանաչեին հայոց ցեղասպանությունը 5, 10, 15 կամ 20 տարի առաջ։ Շնորհակալություն, Արտյոմ։